Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։ Բարև ձեզ, պարոն Մնացականյան, շնորհակալ եք մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ զգացված։ Սիրով։ Պարոն Մնացականյան, խոսենք այսպես Երևանում արկա կարևորագույն խնդիրներից մեկից օդի աղտոտվածությունից եւ չնայած նրան, որ Երևանում օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է նորման, քաղաքային իշխանությունը շարունակում է լայնամասշտաբ ծառայությունները, չնայած նրան, որ մասնագետները պնդում են, որ դա օդի աղտոտվածության գլխավոր պատճառներից մեկն է։ Ինչու է քաղաքային իշխանությունը ձեր գնահատմամբ այս հարցում անդրդվելի, որն է նրա շահը։ Գիտեք, ամենապահով փասվորդները գաղտնաբառերու մոտ են լինում։ Անգրագետ մարդկանց, որտեղ անգամ եթե դու որոշում ես եւ ինչ-որ հատուկ ծառայություններ է կամ, չգիտեմ, խակերները տարբեր մարդիկ, որ մի տրամաբանություն ունեն, մի քիչ գիտակից են, մոտավոր հասկանում են ոնց կարա լինի այդ գաղտնաբառը, բայց քանի որ գրողը գաղտնաբառը անգրագետ է անգամ գրել, բնականաբար դու չես կարող հասկանալ։ Հիմա ես չեմ ուզենա ամբողջ երկրի Երևանի քաղաքապետարանին վիրավորեն, բայց որոշում կայացնողները կարան վիրավորվեն, որտեղ մենք դժվար է հասկանանք այդ մարդկանց ուղեղում ինչ է կատարվում, երբ որ իրանք ընտրվել են ընդամենը իրական երևանցիների 9% ձայնով եւ գնալով ավելի շատ կորցնում են, այս չեղածտեղին ավելի շատ մաշում են եւ այդ փոշիացնում են այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բաները, ձայները, տոկոսները, իսկ իրանք տեսան, որ վերջերս եւ Փարաքարում եւ Գյումրիում եւ ելչացած մնացած համայնքներում ջախջախվեցին, ընդամենը ինչքան է 1.5 տարուց, մի տարուց էս ընտրություններ առնելու, ես չգիտեմ այդ մարդիկ որտեղով են մտածում։ Ինձ թվում է դա երևի Այսինքն զուտ անգրագիտության պատճառը որևէ շահ չունի քաղաքային անգրագիտություն, գիտեք, որոշ դեպքերում կա հետաքրքիր բան, կա գրագետ, մարդ կա անգրագետ, եւ քան կիսագրագետները։ Կիսագրագետները որոշ դեպքերում շատ ավելի վտանգավոր են, քան անգրագետները, որտեվ դրանք նաեւ շուլերներ են լինում, օրինակ սուտը ճշտի հետ խառնում են, այդ ժամանակ ինչ որ ավելի մարդիկ շատ հեշտ են դա ընդունում եւ գիտեք տարբեր տեղեր հիմա շատ են խոսում տես թեմաներից, բայց իրականում մարդկանց օրինակ նույն երևանցիներին կարելի է շատ ավելի դժվար է, շատ ավելի համոզել, որ իրենց խաբվել են, քան իրենց խաբես։ Այսինքն դու կարող շատ ավելի հեշտ իրենց խաբես, քան բացատրես, համոզես, որ ձեզ խաբել են կամ այդ ծառերը կտրելը չէր կարելի անել, որովհետև դա նույն օդի դու ասում եք ընդհանրապես մի մասը, բայց այստեղ կա բարոյական մասը, այստեղ կա իրավական մասը, այստեղ կա Երևանի ինքնության մասը, այսինքն եթե մոսկովյան փողոցը ամբողջությամբ Սարյանից միջև Նալբանդյան փողոցը եղել է հացենիներ եւ առողջ։ Այդ ոնց եղավ, որ այդ մի հատվածը կասկադի եղավ սակուրաներան հասկանալ, որ Երևանի ոչ ինքնության հետ, ոչ պատմության հետ, էլ չեմ ասում կլիմայական պայմանները եւ նաեւ ասենք ոնց որ ինչ որ մեկը Կիոտոյում կամ Տոկիոյում կամ որոշի գնա հայկական ծիրաների բերի տնկի կամ իրենց իմպերատորի հետ պալատի դեմը տանես չես կարա հայկական որևէ ծառ տնկես։ Դե հիմա նույն տենց անգրագիտության եւ կիսագրագիտության մեջտեղը այս մարդիկն էս լողում են։ Ինչու ծառահատումների մասին այսպես լայն արձագանք չկա։ Շատ քիչ մարդիկ են խոսում, հա, որոշ ընդդիմադիր ավականո անդամներ կամ ինչու լայն արձագանք չի գտնում այս կարևորագույն խնդիրը։ Մենակ ծառերը չեն, որովհետեւ խնդիրները ավելի շատ են։ Ուղղակի մեր գիտակցության մեջ ծառերը չեն կարողացել այն բավարար կարևոր տեղը զբաղեցնել սկսած մեր մանկությունից։ Ես դեռ փոքր էի, 80-ական թվականներին մեզ տանում են ինչ-որ շաբաթօրյակներ, փորձում են, բայց անգամ այդ ժամանակ ես շատ քիչ եմ հիշում, բայց որտեվ որ ծառերի հանդեպ մեզ հատուկ ինչ-որ բան, ոնց որ սրսկեն, ասեն, որ ծառերը կարևոր են, լավ են եւ այլն, պետք է ուշադիր լինել։ Բայց որտեվ դա այն սրբությունների մեջ է դասել, որ որևէ մտքով չի անցել, ոնց որ մեծին կարողաս որ կներեք հարված ես։ Չէ՞, մենք հակառակում ենք սովորացնում են, երբ որ մտնում ես հասարակական տրանսպորտ, պետք է տեղը զիջես տարեցներին, բայց երբևէ չի ասել, չի կարելի խփել մեծին։ Հիմա այս մարդիկ նույն բանն են անում, այսինքն տարական ընտանիքից պետք է գա։ Դու չես կարող ամեն հարցում երեխան անընդհատ ասես, դա ծնողի հարց է։ Բայց այս մարդիկ երևի, չգիտեմ, ընդհանրապես քաղաքային պլանավորման մեջ շատ կարևոր դեր են խաղում, կա 3 տիպի մարդ, այսինքն ամբողջ քաղաքային ռեֆորմներ եթե դու անում ես կամ համայնքի, դու պետքա հիմնվեց այդ 3 մարդու վրա, առաջինը դրանք ակտիվ քաղաքացիներ, այսինքն սրտացավ քաղաքացիներն են, դրանք ամենավատը լրելային մեծամասնությունն է, այդ ամենամեծ տոկոսը, իրականում ամենտեղ 95% է կազմում, Անտարբեր հասարակությունը։ Անտարբեր հասարակությունը, իրանք հիմա խաղում են այդ անտարբեր հասարակության վրա։ Եվ եթե մենք ասում ենք, որ մենք դեմոկրատական երկիր ենք, մենք պարտադիր պետք է հասկանանք, որ այդ ծիծաղելի դեմոկրատական բաստիոնը հիմա դառել է թարս ֆռացել է իրանց վրա,
մենք տես ծաղրելով ամեն անգամ այդ hashtag ենք արել ժողովրդավարության բաստիոն, բայց ժողովրդավարության բաստիոնի մեջ հատկապես համայնքի դեպքում շատ կարևոր է մասնակցային կառավարումը։ Այսինքն, եթե դու որևէ համայնքում փորձում ես բարեկարգում անգամ անես, դու պարտավոր ես համայնքի տվյալ դեպքում անմիջական այդ սպառողի հետ զրուցես, որտեվ մենք ինչ որ տեսնում ենք այս վերջերս, անգամ քաղաքական չէ, ընտրությունները կլինեն, թե անցած օրը տեսանք Արաբկիր շրջանում Բաքվի հետ մեծ սկանդալ էր, չէ՞, որ փոխքաղաքապետը գնացել էր, չէին թողել Բաք, թե ինչը դու ասել էր, գնացեք քանդեք։ Իրականում այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, ինքը նաև սոցիալական խնդիր է ներառում եւ քաղաքային պլանավորման եւ համայնքային, որն է դա նաև մարդաբանական։ Որովհետև իրականում աշխարհի բոլոր նորմալ զարգացած երկրներում, բոլոր նորմալ կառավարվող քաղաքներում բակերը իրանք մասնավոր են, այսինքն փակ են։ Դա կարևոր չի, նույնը ինչ որ մեկը ապրի, ասենք օրինակ Արեշում ես ապրում, սեփական տուն է, չէ՞, դու երբևէ չես կարող դա օտար մարդը չի կարող այդ մարդու բակը գնա նստի։ Հիմա նույնը ընդհանուր բակերն են, իհարկե բազմաբնակարան շենքեր կան։ Թող լինի 100 կամ լինի 500 բնակարանով։ Բակը բակ, այսինքն որտեվ եթե իմ երեխան իջնում է, ես հանգիստն եմ, որ այդ բակում, եթե ես չեմ կարող նայել կամ կինս, հարևանները շատիր կլինեն իմ երեխաներին, եւ օտար մարդ որևէ չպետք է մտնի այդ բակ, եւ դրա համար է փակվում, որտեվ օտարը մենք այդ խնդիրը կար հատկապես կենտրոնում, երբ որ կենտրոնի բակերում սկսեցին այդ ավտոլվացման կետերը բացվել, հիմա ինչ որ խանութներ է բացում, չգիտեմ եւ այլն, քանի որ կենտրոնում անշարժ գույքը թանկ է, պաստանցիաները առնում են, մեկը սուպերմարկետ է բացում, մեկը բիլիարդանոց եւ այլն, սկսում են օտար թաղերից, տեղերից գալ մտնել, բնականաբար ինքը արդեն դες փրված մեքենա մեջ գաստված մտնում է այդ բակ, բայց այնտեղ մեկի երեխան է, պապիկը, մեկը ասում այդ տղա կամ շանվորթի դանդաղ քշի, ու դες սկսում այդ կռիվները, որտեղ մի պահ որ դուք նայեք Երևանի դանակահարությունների կենտրոնի մեծ մասը կամ ինչ-որ մի կեսը վերաբերում է այդ արաքշելուն կամ այդ խնդիրներին, նաև գյուղերում այդ խնդիրը կա, բայց գյուղերում որևէ օտար մարդ չի գա կողքի օտար թաղամասում կամ փողոցում, այնտեղ շատ ավելի ջղային կանան լինեն եւ նույնը Երևանի դեպքում է, որտեղ բակը կառավարվում է, հիմա եթե դու բացում ես այդ բակը Ես հասկանում եմ այդ Քոչարի բնակիչների անկեղծ վրդովմունքը, իրանք ամենակարևոր առաջինային խնդիրը իրանք երեխաների ապահովությունն է, բայց այնտեղ օրինակներ են բերում դե ինչ որ այդ նարկոմանների, ես գիտեք հիմա այդ որ նարկոտիկներ ծերեգրամ ալիքներով դնում են, սա Երևանում է, տենց այդտեղ երևի հատկապես է, որտեղ կենտրոնին մոտիկ է մի քիչ բայց ոչ նաև կենտրոնն է, ուշադրություն հեռու է մեծ բակը, մարդիկ սեր են տիրություն անել իրանց բակը, որևէ պաշտոնյա չի կարող դա որոշի, բայց ուրիշ բան որ բայց ամենաշատը ուժում է կենտրոնն, էլի չեմ ասում Արաբկիր, ինչի կենտրոնը, որտեվ այդ բակերում դուք նայեցինք, ես նայեցի մի քանի շենք, հեսա գնալու է մոտորերս, այդտեղ որևէ առանձնապես բիզնես չկա, բայց դուք պատկերացնում եք Երևանի կենտրոնում կա բակ, որտեղ կա 30 հատ բիզնես առաջի արգեր, եւ այդ ամբողջ բիզնեսների մեծ մասի մուտք ունեն դեպի բակ, մեկի մատուցողն է դուրս գալի ծխում, մեկը չգիտեմ բեռնատարն է գալիս, ինչ որ առաքման մեքենաներ բարձր վատ բառերով խոսում է, բայց այդ տուն է, ել չեմ ասում կարող մի տեղ էլ ինստիտուտ լինի այդ բակի կողք, հասկանում եք այդ privacy-ն, ոնց որ բանը կարևոր այդ բառը կներեք էլի մոռացա այրեն որ մենակությունը, հա, ոնց որ այդ ապահովությունը եւ այլն խաթարվում է։ Իսկ դա խայտարակ վատ բան է, որտեղ սկսում են մարդիկ արդեն բակ ճիշտներ, եթե որ դու արդեն երեխան չես թողնում իջնի բակ, ինքը կտրվում է իր թաղից, ինքը ինչ որտեղ մի օր գալու է կտրվում է իր, ասենք, արմատներից, որ վաղը չմից օրը սկսում են այդ նաուշնիկներ հագնել, կոմպյուտերային խաղեր, բայց երեխաների մեծ մասը նաև պետք է բակում պարտադիր խաղան։ Այդ դա է կարևոր, իսկ բակում երբեք ես անգամ չեմ թողի, թե իմանամ մեր բակում կան օտար մարդիկ հատկապես արագ են քշում եւ այլ ընդհանրապես այդտեղ էլի քաղաքական պլանավորումը վերջի բանն էլ ասեմ ընդհանրապես մեքենա չպետք է մտնի մեր բակ եթե ճիշտ եք ուզում իմանաք բայց առաջ այդ ավտոտնակներով Երևանի շատ քաղաքների հերանիցեցին, որտեղ մենք իրականում չեղավ, պարտվեցին, այսինքն մեր բակերը, մենք զիջեցինք ավտոտնակներին այդ մարդկանց, բայց իրականում օրինակ Երևանում ընդամենը 30-40% ունի մեքենա բնակիչների կամ ավելի քիչ, բայց ընդամենը 20% ունի, բայց այդ 20%-ի մեքենան ամբողջ բակի տրամաբանությունը փչացրեց, խաթարեց, հանգիստը ծերերել չեն կարող գնան, շատ քիչ արդեն մնացել է 50%, որտեղ կա այդ զրուցարան բիսեդկաները, կողքը պուլպուլակը եւ այլն եւ սա էլ գալիս է նրանից որ մեր բակերը ճիշտ չեն կառավարվում, այսինքն քաղաքապետարանի այդ քաղաքային իշխանությունները նման հարցերը կարգավորեն, գնաց կարմիր գծերն են բարձրացնում, տրանսպորտի գինն են բարձրացնում, գույքը հարկն են բարձրացնում ու որևէ դերական տեղաշարժ չկա, որևէ բան չի կատարվել լավ առումով, բայց միայն հաստորեն Երևանցին դարավ տուգանքի մածիրել։
Պարոն Նացականյան, տեսեք, տպավորությունը, որ այս քաղաքային իշխանությունը բերում է բոլոր հնարավոր եւ անհնարին պատճառաբանությունները, որ չընդունի, որ ինչ որ հարցում այսպես ցախողել է։ Հիմա էլ ասում են, որ Իրանից փոշու ամպ է եկել, դրա համար է օդը այսպես փոշոտված։ Սրանք կարելի է հավատալ, ինչու են, երբ լայնամասշտաբ ծառահատումները օրինակ սկսեցին, հենց այդ պահին այսպես ասած Իրանից այդ փոշու ամպը եկավ։ Կարծում Իրաքից էր, բայց ես իրական չեմ հավատում դրան։ Բայց հիմա պետք չի Իրաք հասնել։ Գրանք Երևանի վարչական շրջանում հիմա գործում է Գաչի գործարանից, տարբեր շեբենի հանքերից, հետո գնա Աջափնյակի, Չամյանի, ամբողջ Երևանում, եթե չեմ սխալվում, մոտ 30 հատ նման Երևանի տարածքում, վարչական տարածքում գործում են։ Որևէ բան էլի եմ ասում դրական առումով չի փոխվել։ Կարող եմ երկու հոգու լիցենզիա են վերցրել, երկու հոգու ժամանակավորացրել են փագի գանգը գնան եւ այլն, տենց որտեվ հասկանում ենք ինչա կատարում, որտեվ այսօրվա տենց անտեր վիճակ ոնց որ Երևանի քաղաքապետանումը երբևէ Երևանի քաղաքային սովետից սկսած, չգիտեմ, այն ժամանակ վերջացրած քաղաքապետանով չի նկատվել։ Դա մի օր առանձին զրույց է, այն չեն այդ պատճառները, բայց որևէ մեկը չի հետաքրքրվում այդ պատճառներով։ Ընդհանրապես ես կուզեի մամուլը վերցնել մի օր կամավական անդամները, ոչ թե մենակ պայքարային, ասենք, հետևանքի հետ, այլ նաև պատճառի հետ, ոնց է քաղաքապետանը չի լավ չի աշխատում, որտեղ այնտեղ խայտարակ վիճակ է քաղաքապետանում։ Հարցը նա է, որ Երևանի դեպքում, եթե վերցնենք այդ օդի աղտոտվածության հարցով, ամենաառաջինը եկեք շատ գնանք, Նուբարաշենի աղբավարի մասին եկեք խոսանք։ Հասկանում ենք, մենք ունենք մի հատ ամբողջ վարչական շրջան Նուբարաշենը, որը Երևանի ամենասիրուն, ամենալավ թաղամասերից է, շատ լավն է, բայց այդ մարդկանց դուք չեք պատկերացնում, այդ մարդիկ ամեն օր բարձրանում են դրա միջով, էլ չեմ ասում, որ ընդհանրապես այնտեղ քաղաքաշինական լիքը սխալներ կան, չէ՞ որ այդ մարդիկ պարտավոր պետք է ամեն օր տուն գնալուց տրանսպորտով թե անձնական մեքենայով գնում են այդ պանի խիդաներով, սաղ քո սրահներ են, գերեզմաններ են, չեմ ասում, տարբեր ինչ որ ուղիչ աշխատանքային գաղութները եւ այլն, շատ վատ վիճակ է այդ հատկապես այդ հատված Երևանից երբ որ հասնում ես, բայց ամենավերջում ամենավերջակետը իհարկե թունավորոտն է եւ այդ վատ օդը, որ կա նուբարաշանցիների գլխին եւ ընդհանրապես նաեւ գալիս է դեպի Երևանից երբ որ քամի է լինում, իսկ այնտեղ այդ հրդեհները համարյա մշտական այդ գազերը վառվում են, գալիս են ընդհանրապես կենտրոն եւ այլն։ Իսկ դա նշանակում որ Երևանը միանգամից մի քանի տարբեր ցուցակներով մենք հետ ենք ընկնում քաղաքը որպես օրինակ որպես մրցակցային քաղաք, թե վաղը չիմս որ ինչ որ մեկ ուզենա գիտական մեծ կոնֆերանս կազմակերպի, ոնց որ հիմա Դուբայն է պայքարում կամ Բաքուն է անում կամ Թիֆլիսը, Մոսկվա ռեգիոնի վերցնենք Թիֆլիսը, չի լինի, որովհետև կվերցնենք, ասենք չէ, այս բաներով, նախանշաններով կամ այդ պակասացնելով, այս քաղաքը չի կարող մասնակցի, մենք չենք ահագին մարդ չի գնա այդտեղ։ Հիմա դա ընդամենը 1 միլիոնանոց քաղաքի աղբավայր է, որը Եվ 30 տարի առաջ, եւ 50 տարի առաջ չի կարողացել կառավարվի, ինքը արդեն շուտվանից պետք է փակ լիներ, այսինքն նոր որոշումներ, բայց ինչ-ինչ պատճառներով այն ժամանակ ասում են կոռուպցիա էր, երկրի առաջի դեմքերը ուզեցել են ինչ որ փայ մտնեն կամ մարդը ճապոնացին եկել, հետո շվեդներն եկել, չգիտեմ ինչ որ, բայց հեղափոխություն եղավ, բան պիտի չէ փոխված լինի, չի լինում, որովհետեւ էլի չեն կարողանում կամ այն որոշումներ կանեն, առաջին իրականում գիտելիք չունեն, ով է որ գալիս է, միշտ ինչ որ ակնկալում են, ենթադրում եմ, էլի լսելով այս քաղաքապետանից կես կոռուպցիոն եւ կառավարության այս սկանդալները Ես հասկանում եմ, որ մարդիկ երևի ակնկալիք են ունեցել, իսկ այդ եվրոպացիները պատրաստ չեն տան, ասում են դուք դեմոկրատական երկիր եք, ճակերտավոր ժողովրդավարության բաստիոն եք, ուրեմն մենք ինչի՞ պիտի ձեզ բան առաջարկենք, տոկոս, փայ, ու տենց վառում ունենք այն ինչ որ ունենք, իսկ Նուբարաշենը խայտարակությունն է։ Խայտարակություն է եւ անցած օրը գնացել ենք Ճամբարակ, բարձում է դեռ 60-ականներ, ուղղակի պապիս այնտեղ էր աշխատում եւ ինձ ուղղակի Ճամբարակի բնակիչները մի հատ հետաքրքիր բան ասին, հարցնում ասում եք պապիկը որպես ղեկավար պաշտոնի զբաղացրել, ասում ոնց եք հիշում պապիկիս, ասում ենք գիտեք, ասում շնորհակալ ենք մի բանի համար նաեւ, որ ձեր պապիկի շնորհիվ եղավ, որ Ճամբարակը ճանաչեցին բարձրադիր գոտի առաջինը եւ ինքը շատ բարձր է Երևանի տարբերության, մոտ 700-800 մետր եւ սկսեցին աշխատավարձերի 20% շատ տալ, այսինքն դպրոցի ուսուցիչը եթե Երևանում ստանում էր օրինակ 170 ռուբլի, այնտեղ ստանում էր, չգիտեմ, 20% ավել, նույնը բանվորին էր վերաբերվում բժիշկին։ Հիմա եկեք մենք որոշենք Մեր Նուբարաշենի մարդկանց ինչ որ մացում են գույքահարկից ազատենք, չգիտեմ ինչ որ հա տոկոսով ազատենք, աշխատավարձը, որովհետև այդ մարդիկ դուք չեք երեխեք են այդտեղ մանկապարտեզ գնում ապրում են 10000 մարդ ապրում այդտեղ։ Իսկ այն դեպքում որ Երևանի մնացած որպես զարգացման գոտի, ես օրինակ շատ լավ դիտում եմ այդ ամբողջ Երևանու հատվածը մինչև Նուբարաշենը մենք կարող ենք զարգացնենք, որովհետև հենց նույն այդ աղբավայրի կպած ընդամենը 50 մետր ներքև գործում է ռեստորան, լճով
որսորդեր ոնց որ անում, ընտիր տեղ, անկեղծ եմ ասում, ընտիր տեղ։ Կարողացել են չէ՞ մարդիկ կառուցեն, ուրեմն հնարավոր է դա լինել, բայց ունենք այն եւս ինչ ունենք։ Պարոն Նացականյան, տեսեք, Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանը գումար է հատկացրել Գյումրիում թափառողջների ստերջացման համար։ Ուսում հասկանալ, որքանով է սա իրավաչափ ունի Երևանի քաղաքապետարանը նման իրավունք իր բյուջեից գումար տրամադրել Գյումրիում թափառողջներին։ Ավականու որոշումները ունեն, այսինքն սահմանափակ ունեն չի, որ եթե մշտական են դա անում։ Երևի որպես կա այդպես նախադեպեր քույր քաղաքներին օգնել տարբեր ինչ որ դա միշտ եղել է։ Ժամանակին, երբ որ Մուրադ Մուրադյան քաղաքապետի ժամանակ գնացել են, ես հիշում եմ Լևոն Ջավազյանը առաջի տեղակալը պատում էր, գնացել են, բերել են այդ տոմետների գործարան կամ տարբեր բաներ, միշտ ժամանակ Կարեն Սերոփիչն է բան խրախուսել, ասել են Երևանում մնում է, օգնեք տարբեր քաղաքներ, նույն տոմետները ստացել եմ Դիլիջանում, հատկապես տուրիստական տեղերն են դրել ուղղակի։ Որտեվ հասկացել են, որովհետև տուրիզմի այդ հարատև աճը շատ կարևոր բան է սովետական միությունից մինչև հիմա։ Բայց հիմա մերոնք շատ կտրված են։ Ես օրինակ իրականում չեմ տեսնում այդ կապը քաղաքների մեջ, օրինակ քաղաքապետերի մեջ, չգիտեմ, ընկերություն լինի, աջակցություն լինի, կա կոպիտ թխոցի, բան, գարած ժամանակին ավելի բարեկարգ Երևան։ Այդ մի դիզայնով, հայ մեկ է գնում ես տնաս նույն քաղաքն ավելի բարեկարգ, հիմա չեմ ուզում անունները տալ, չնեղացնեմ, այդ համայնքն է, չգիտեմ, Թալին կարալի Սևան, բայց ասենք Սևան ամենակարևոր քաղաքներից է, կարող հասած ավելի լավ ունենալ կամ այդ նույն նստարանները, ոչ թե գելես Ստեփանավան կամ եսիմինչ, որ Երևանում հիմա գրած է նստարան Երևան, իսկ այդ Երևանի նստարանները ընդհանրապես առանձին ծիծաղալու թեմա։ Այսինքն աշխարհում եթե դու գտնես 1 միլիոնանոց քաղաք, որտեղ կարող լինի ամբողջ 1 միլիոնը մի նստարան, ես վերջի մի տարի կարող եմ մի քանի երկու հատ դիզայն ավելացնել են, հետո որովհետև այլ կառուցապատողներ կամ ինչ որ այլ իրանք իրենց ճաշակով են արի, իրենց դիզայներներով, բայց 1 միլիոնանոց քաղաքում չի կարող հրապարակում են նույն նստարանը լինի, գերեզմանում են նույն նստարանը լինի, պուրակում են նույն նստարանը լինի, մանկապարտեզում է, այդ որ գրած է Երևան, իսկ դրա ամենազարմանալի ծիծաղալու գիտեք ո՞րն է։ Հիմա ասեմ կհիշեք անգամից ինքը շատ ռետրո ոճի, դասական ոճի նստարաններ են, չէ՞։ Բայց գիտեք ինչ է գրած, մեկը կողքն եմ www.Երևանն է։ Այսինքն հասկանում եք նստարանի վրա www ոնց որ մարդուն ձեռ առնեն։ Իսկ կյանքում ով եք տեսել մեկը հիմա W-ները շուտվանից չկան, էլ ոչ մեկ սայթերը չի մտնում, սա ինչ որ Facebook-ով կամ տարբեր սոցիալական ցանցերով են այդ ակտիվությունը անում, բայց մինչև հիմա այդ մարդիկ չեն հետաքրքվում դրանով ընդհանրապես։ Իսկ այն դեպքում որ Երևանի ամեն ոչ թե վարչական շրջանը, այլ ամեն թաղ, ամեն փողոց, օրինակ ես կուզեի Աբովյան փողոցում ընդհանրապես մի նստարան լիներ եւ մենք մի փորձ արեցինք այդ Black Angus-ի դիմացը, Black Angus-ի չէ, կներեք, Blackburg այդ առաջա Մարկո Պոլոն էլի, այդ հյուսիսային փողոցից դուրս է գալի, բանին խնդրեցինք այդ սեփականատիրոջ ինքը պետքա նստարաններ ուզում առնել, ասի խնդրեմ եթե փող պիտի ծախսեք լինի, էքսպերիմենտ անեք, մի հատ հետաքրքիր։ Արեց այդ Աբովյանի այդ հյուսիսային հատվածը Black Star Burger-ը կներեք, սեփականատերը, Սերոժին խնդրեցինք, ինքն շատ լավ տղա է, շատ պատրաստական, բերեց այդ նստան տրավերտինով դրեց։ Իհարկե խնդիրն է որ մեջ չկար, հետագամ նաև դա պետք անենք, բայց մենք անդադուզ մենք փորձենք որ հանրապետության հրապարակում ընդհանրապես պիտի լրիվ այլ նստարաններ լինեն, հասկանում եք։ Լրիվ այլ մոտեցում, դիզայնը, իսկ հնարավորինս այդ կառավարության դիմացի կամ այդ ֆանտանների դիմացի ընդհանրապես մի հատ նայեք, ասես մի հատ բանա մնացել, ասես մի հատ թուբ, մի հատ տույա պուճուր, ասես ձեռ առնել։ Այդ չեմ ասում ամենակարևորը։ Արդեն անկեղծ երի 6-րդ քաղաքապետն է փոխվում։ Այդ հրապարակում այդ դեպի հրապարակից որ թեքվում ես արդեն դեպի Ամիրյան, մի հատ հենասյուն կա ստորբ։ 10 տարի առաջ էր երբ էր ավերային տվը, միջև հիմա ոնց կա տես թեք, ժանգոտ, քանդած, այդ պրովուդները դուրս եկած, այդ նշանները սխալ կպցրած, էլ չեմ ասում անիմաց մատ այնտեղ ինչ որ հերախոսի կյանքում որևէ մեկը տեղ հերախոսով չի խոսացել, բայց այնց այդ զեբրայի, այնց այդ մայթի վրա, այդպես տարական հարցերը չլուծած, գնում են Երևանի ծառերն են կտրում, յանի գործ են անում։ Այսինքն շատ մեծ խնդիրներ ունենք մենք ընդհանրապես գրագետ կազմակերպելու կառավարչական եւ քաղաքային պլանավորման։ Պարոն Նացականյան, փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտը թանկացավ, ընդդիմադիր ավականու խմբակցությունները բոյկոտ սկսեցին, քաղաքային իշխանությունը նշում է, որ բոյկոտը տապալվել է, ձեր գնահատմամբ այդ բոյկոտը տապալվել է թե ոչ։ Նախ բոյկոտը չի տապալվել, պետք է բոյկոտի բոլոր կազմակերպիչներին սաղ կուսակցությունները ես անձամբ շնորհակալ եմ եւ մեր սաղ ընկերները երևանցիներ պետք է շնորհակալ լինեն, իհարկե մի քիչ խաթարվել աշխատանքը բնականon, բայց դա արվում է լավ բանի համար։ Նա գալուց առաջ ես նայեցի մեր ավականու ամենաակտիվ եւ արդյունավետ լավ ավականու անդամներից Սամվել Հակոբյան լայվ էր արել, բաներ դրե, շատ հետաքրքիր նյութ, որ
ապացուցում է եւ հիմնավորում է, որ էլի շատ կարեւոր տենց գաղտագողի մի հատ օրենքի նախագիծ են, այսպես ասած, ուզում անցկացնեն, որ չդիտեն որպես այդ արդեն որպես տրանսպորտային վճար, այլ դիտեն որպես турք, իսկ այդ Թուրքիայի մասին օրենքով, երբ որ դա անում ես, դու չես կարողանում արդեն անես այդ տեղական հանրակրվեներ։ Իսկ տեղական հանրակրվեները դա ամենակարևոր բանն է եւ մեր ավականունը կարևոր գործառույթներից մեկը պետք է լիներ տեղական հանրակրվեներ։ Երական ընդհանրապես մենք նաեւ պետք է մի օր խոսալ ավականու լիազորությունների մասին։ Բայց այսինքն դու չես կարող քննարկես, չես կարող իջացնես, բարձրացնես, ավականին չի որոշում։ Եվ այդ վերադառնանք այդ մեր առաջի հարցի մասնակցային կառավարում չկա, որ դու բնակ չինացես, դու ոնց ես ուզում քո բակը, նույնը դու երևանցիներին, այն 9%-ով եկեք անդադ ասենք, որ իրանք հասկանան, երևանցիներին ընդամենը 9%-ն է գնացել ընտրության, իրանց ընտրել։ Եվ այդ 9%-ը, որ ձայնը տվել է, այն բան մնացած, այն ինչ են անելու են մնացածներ, հասկանում եք։ Իրականում ինչ են անելու են մնացած 90%-ը, որ իրանց ձայն չի տվել։ Չի ուզում բարձրանա։ Լավ ուզում ես բարձրացնես։ Դու մի բան գիտես ավել, որ մենք չենք հասկանում, քաղաքացիներս, օքեյ։ Եկեք դնենք քննարկման, եկեք դնենք հանրային բանի, հանրակրվեի եկեք դնենք։ Քաղաքը առանց հանրակրվեին օրինակ դնում է Գլենդելը գովազդային մի վահանակը ավելացնելու համար։ Հասկանում եք ինչ հարցեր են։ Ասենք չգիտեմ իտալական քաղաքներում դնում են մի հատ ավել որ հրապարակի ինչ որ մոտիկ դռան Լոնդոնում դռան անգամ բաները փոխելու կամ բանում Նիդերլանդներում պատոհանների հանդակվեները չեմ ասում Շվեյցարիայում որ տասնյակներ են անում այս սրա համար է պետք բայց նույնը ավականին ընդհանրապես չի զբաղվում sense հարցերով Եվ մենք պիտի ուշադիր լինենք, որովհետև ստեղ գալիս է անուժան ամենակարևորը, որ մենք նաև մեր հաղթանակ ուսակցությունով առաջարկում ենք, եւ ես շատ կուզենայի, որ երևանցիները մեզ լսեն, որ մենք ուզում էինք առաջարկեցինք կենտրոնական հանձնաժողովի փորձեցինք մտնել այդ երկխոսության մեջ, փառակարում որպես փոքր համայնք պիլոտային ծրագիր անենք Դա նայա, որ Երևանում ընտրությունները լինեն նաև էլեկտրոնային, այսինքն դու ով ուզում է գնա տեղամաս, ով ուզում է էլեկտրոնային, որովհետև իրականում խնդիրը որն է, որ 50%-ից ավելը երբեմն մենք չենք չհաշված այդ 19 թվականի հետ մեր Երևանի ավականու ընտրությունները սարսափելի ցածր, այսինքն կարևոր որոշումներ է կայացվում, Երևանցին բողոքում, բայց եղբայր դուք ոչ մեկը չգնացել ընտրության, չեք եղել դեմ, դա համար հաղթել են մարդը, որը որ հաղթել է, որտեղ իրանք ինչ որ ադմինիստրատիվ ռեսուրսներով կամ այլ կասկածելի ճանապարհով անցել այս կուսակցությունը, բայց Ինչ են անում այս մարդիկ? Այս մարդիկ ընտրությունը չեն կեղծում, ասում են, հո, որտեղ են գիտեն քիչ մարդ է գալու, գարաչղն մեծ մասը կամ յանցից են գալու կամ են մնաց եւ այլն, չէ՞։ Բայց դրա միակ ձևը պայքարելու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է գնան արդեն նաեւ մյուս առաջարկը ցանկալի լինեն պարտադիր լիներ։ Որտեղ դու չես կարող գոնե 5 տարի մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզում իան նեղություն տա գնա ընտրության, որ ամեն հանկարծակի մարդ չընտրվի։ Այդ դա է հարցը, որտեղ Երևանի այսօրվա ավականու անդամների մեծ մասը հանկարծակի մարդիկ են, բայց Երևանը չի դառնում Երևան, որովհետև օրինակ վերցնենք եւ Գյումրին դա վերջին եւ Փարաքարին դրությունը ցույց տվեցին, որ դա համայնքային հարցեր է, որտեղ համայնքը թաղի խնդիրներ առաջ եկան, թաղեցիների հարցը եղավ, այնտեղ մեկը պատվի հարց է, չէ՞, մեկը ընկերական, մեկը եւ այլն։ Հիմա դու Չես կարող այդ հարցերը չդնես քննարկման, այդ դեպքում որ դու ասենք որ ավականու, ես չեմ ճանաչում մի հատ ավականու անդամ, մենակ Իզաբելային, որ արաբկի բաները պաշտպանում է, շատ քիչ մարդիկ կան, իհարկե կարող ես բան մոռացել, չեմ ուզում նեղացնեմ, բայց Երևանի ավականու անդամները պետք է ընտրվեն թաղերից Հասկանում եք, չի կարող սարի թաղի նման ուժեղ մեծ թաղամասը 25000 մարդ ապրում, ավականու անդամ չունենա Դա համար ոչ մեկ չի խոսում, Բախտաբերի Տերեբունի թաղապետը կամ տեղակալ մի քիչ սրտացավ լինեն, մեկու մեջ կարող այդ հարցերը բարձրացնեն, բայց շատ նենց մենք, չեմ ասում պատմական թաղերի մասին, ոնց որ հիմնօրքնա կամ կոնդնա կամ նորագյուղնա, չէ՞, ամեն մեկը պետք է ինչ որ մի բան կամ թաղապետ չունեն, ասենք օրինակ Կիլիկայի նման թաղամասը չունի, ասենք կամ Աղբարաշենի 5000 մարդ է ապրում, կարևոր տեղ է Երաբլուրի կողքը այնտեղ զարգացման տեղեր կան, տրասային մոտիկա, մալեցեն, չէ, բայց դպրոցները չգիտեմ, բայց մատ հասարակ բան չունի Աղբարաշենը, հասարակական տարածքան պուրակ չունի, դեպքում որ դպրոցը բռնել է, ուղղակի փագել է այդ բանը, Պարիսներով այգին դպրոցի, Պարիսները քանդեք, թող այդ բնակիչներն գնան, այսինքն հարցերը դա այն դեպքում է, դա ինձ ով ասել, օրինակ ինքեր բաբան Արտուր, ասենք Աղբարաշենցի, որտեղ ինքը ակտիվիստ է, ինքը մասնակցում է, ու ամեն թաղում տես մարդիկ կան, բայց այդ մարդկանց ոչ մեկ որևէ մեկը չի լսում, այս հարցեր շատ կան։ Պարոն Նացականյան, կառավարությունը հավանության արժանացրեց մի օրինակի փոփոխությանը, որ հրաժարվող քաղաքացիները, ովքեր չեն վճարի տրանսպորտի ուղևորը, պետք է տուգանվեն կամ 15 կամ 18000 դրամ։ Էլի տուգանք։ Այո։ Էլի կառավարից։ Որքանով է սա իրավաչափ, ինչ պետք է անենք սրա դեմը առնելու համար։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ
ձեր բոլոր հարցերի հիմնական մեղադրյալը, ճակերտավոր, դա Երևանի բնակիչներն են, որ ակտիվ չեն, սրտացավ չեն։ Պետքա դե ամենակարևոր իրական ցուցիչ են ծառերի այդ ոչնչացումը եղավ, որովհետև մենք առաջ անգամ որ փորձեցինք համալսարանի մոտ փրկել այդ ծառերը, ընդամենը 7-8 հայ ենք, մի 15 ռուս, որը կերեն Երևանից մեր նոր քաղաքացիները։ Լավ է, իրանք ավելի լավ ինքնակազմակերպեցին, շնորհակալություն իրանց, որ իրանք օգնեցին այդ անցած տարվա դեռ քաղաքապետանի մոտ մի տարի կանգնացրեցին, հետո դոզան թուլացավ, Էլոես լնգու լավազը էլի շատ ասրեցին, էլի ես Երևանի բանը մնացած էս, հա, շարունակեցին, բայց ստեղ տեխնոլոգիաների հարցեր կան շատ։ Մենք պետք է օրինակ համախմբենք տարբեր խմբերում։ Օրինակ ես նայում եմ հետևում որոշակի Telegram-յան ալիքներում դուրս գալիս է։ Որևէ մի պաշտոնյա ընդհանրապես չի մասնակցում այդ բաներին։ Մեկը կար ասենք փոխքաղաքապետը 1-2 պատասխանեց, ջոգեց մի քիչ դոզան շատ են տալիս, դուրս եկավ, սկսեց չմասնակցել էլ։ Բայց օրինակ կա Ունակ կենտրոնի հիմիկվա նոր թաղապետը պատասխանում է, փորձում արագարձականքի, ես էլ եմ դաժե մեկ-մեկ փորձում օգնել, բայց իհարկե մեկ-մեկ հիշում եմ, որ իրանք ես նույն թիմնավորես քաղաքի ծառեր ոչնչացրել են, շատ ջղայնանում եմ, բայց հասկանում եմ, որ իմ համայնքն է, չէ՞, մենք էլ պետք է կարողանանք օգնել ինչ-որ մի ձև։ Բայց էֆեկտիվ չի, որտեվ կենտրոնի թաղապետը կամ ոնց որ յուրաքանչյուր թաղապետ լիազորություն չունի։ Այսինքն ինչ նշանակում թաղապետը չի կարող որոշել ծառը մնա կամ չմնա կամ ինչ ծառ մնա, պետք է որոշի ինչ որ մի հատ հողակի ղեկավար, որ էլի 1 միլիոնանոց քաղաքն է որոշում։ Չի կարող 1 միլիոնանոց քաղաքը որոշի մի մարդ, հավատացեք դա քաղաքապետը չի, փոխքաղաքապետը չի, բնապահպանության վարչության պետ, այդ հողակի ղեկավարն է, մատի վրա, այսինքն սաղին ֆռռցնում է։ Պարզ է այդ մարդը, ցեմբոլ են դեպքով, այդ մարդը տարբեր քրեական գործեր ունի։ Այդ մարդը արդեն մի անգամ այդ աշխատանքից ազատվել է, հասկանում եք, դրան ինչ յուրացման համար թե յուրացում էր ու նաև էլ ինչ որ հոդվածներ կար ենթադրում են որ ինչ որ համոզել են դուրս եկե հետո երևի վաղ ինչ որ մատ ուրիշ քաղաքապետ է եղել դրա նոր տարին շնորհավորել էլի հետաբերեն գելեն կկրակը սաղ այդ մարդու ձեռ այդ մարդը մեկը մի օր չի լինելու փախնելու է գնալու է կորելու է դատվելու է բայց գեդինը չեն մտնելու այդ քաղաքապետ կամ մնացածներ կամ այդ ամբողջ ավականու կամ այդ անգամ падգամավորները որ թեկուզ այդ նույն իրաց ԿՊ կուսակցությունից լավ չեն ասում լավ ամոթ չէ եղեք կդրում այդ ծառերը դուք հիմար չեք ուզել այդ ծառերը կտրել իրական մարդ ուղիղի մեջ չի տեղավորում ոնց կար առողջ ծառը գնաց կտրես պարզա չէ որ 100 ծառից մեկը կամ 3-ը փչացածն է բայց անգամ փչացածները կտրելու ձև կա հասկանում եք եթե ծառը փոխում ես եթե իրոք անկեղծ ես եթե ինչ որ կասկածելի գնով հենա Սայատնովայի սոսիների միջամա խելքի չեն եկե հենա ասենք այդ նույն լավ եթե սակուրաները ճապոնական տնկել եք կասկադի սակուրաների այդ մեծ մասը այդ միջև 50 հատ բաց անցած տարի 30%-ով էին ծաղիկ տվել այս տարի մոտ 50 ոչ ավել որովհետև ինքը անգամից եթե ուզենա լավ բացվել չէ ինքը չի ասում որովհետև կարող մի հատ ցուր տանի գարնանոր մի անգամից փչան այսինքն ուրեմն մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան չի նես չի որ 100 տարի առաջ մենոնք չեն իմացել սակուրայի տեղը կամ ձևը հասկանում եք բայց այն ժամանակ խելոք մարդիկ են եղել չեն թողել մեկը որոշի այդ դա է կարևորը իսկ դա սարսափելի կար չեմ ասում ստվերը հովը Երևանի ինքնության հարց ինչ կապ ունի սակուրան կամ մնացած հարցերը մեր հետ բայց ձերը բռնող չկա այդ մարդին լավա գոնե փրկեցինք այդ կասկադի ամբողջ այդ կասկադի ծառերն է պետքա կտրեն լավա փրկեցինք այդ կասկադի ծառերը բայց մենք չենք կարող անդադ մեր գործը չի որ գնանք սրա ձերը բռնենք նրան վիրավորենք նրան դատի տանք մեկի ասում քրեական գործերի բայց ես զարմանում եմ հիմիկվա քննիչների վրա ոստիկանապետի վրա ներքին գործերի նախարարի վրա այսինքն կամ ուրեմն այդ մարդիկ ինչ որ մի ձև կապված են քաղաքապետարան հետ մեկը շինթուլտվություն էր ուզել դրանից մեկը միջնորդելա շին ավարտական ակտի մեկը չգիտեմ պատվալա բացը մեկը գարաժա տղուն վերցրել եւ որ սրանց որևէ պատասխանատվություն չեն կանչում այդ դա է վիրավորական գիտեք ձևական գոնե լավա բուսաբանական այգոյի դեպքից քրեական գործ հարուցեց կներեք հա ոնց որ չեմ հարուցվեց իսկ Երևանում հարյուրավոր արդեն 1000-ին մոտ ծառերը ոչնչացվել մի հատ ձևի համար քրեական գործ չկա իսկ մենք պատրաստ ենք ապացուցել ես ինքս երբևէ կյանքում չեմ եղել այս տեղի դատարան կամա բայց ես արդեն ուզում եմ գնամ ինչ ասեմ որ ես չգիտեմ վաղը չիմս ոնց եմ նայել մեր երեխեքի կամ քաղաքացիների ասեն լավ դուք ոչ մեկը չգնացիք դրան դուք որևէ մեկը ձեն չանեցիք այնց այդ նույն հարցն է որ Այս սա ամբողջը փոխկապակցված է, որտեվ եթե դա լինի հեռախոսով, եկեք բոլոր երևանցիներին հարցնենք, հարգելի երևանցիներ, դուք ուզում եք այս ծառերը, լավ չեմ ասում ոչնչացի, համարեք փոխում են, լավ, փոխվի, ու գրում ես մի քանի պատասխան, այդտեղ գցում ես մի հատ ոնց է օրենքի փոփոխություն, չէ՞, գալի ներկայացնում եք կառավարությունից ինչին է դրդել, որ օրենքը փոխում են, ինչ ռեզուլտատ կունենանք եւ այլն։ Երևանցին հասկանա ուզում է թե չի ուզում։ Այսինքն դու չի նշանակում որ դու պետք է այդ 5 տարին մեկ ընտրես հետո ինչ ուզես անես այն դեպքում դու 9%-ով ես ընտրել այն դեպքում որ սաղը կոռուպցիա այն դեպքում այսօր կաս վաղը չկաս նույն հիմա կասկադի գլխին ինչ են բերում այսինքն մի տեղից
այս ծառերն են ոչնչացնում։ Մյուս տեղից ամենակարևոր հատկապես կենտրոնի համար կասկադից միջև մատենադարան տարածքը ինքը 5-ից նայած տարվում մինչև 15 հեկտար նայած չգիտեմ մարտենադարի ինչա կատարվում դե որ մասին է խոսքը կանաչապատ տարածքը ընդամենը այդ ծառալանջի մասը այդ մանումենտը որ բաժանեց ինքը մանումենտի նման այգի է պատկերացնեք հիմա այդ մանումենտի նման կեսը ասենք մեկը վերցնում է 10 հեկտար տալիս է մի գիշերում ինչ որ մի հատ ֆիրմային տալիս է մի գիշերում ինչ որ մի ճարտարապետի ֆրանսիացի ինչ կապ ունի այդ ֆրանսիացի ճարտարապետը Երևանի 50-ամյակ ինչ կապ ունի Կասկադը Հայաստան այդ անսան բանը պատմամշակութային մեր կոթողը կասկադ է ֆանտաստիկ որ հյուսային ճառագայթի մասա կազմում է թամանյանական մեր ամենահզոր ճարտարապետները Ռաֆայել Իսրայելյանը Ջիմ Թորոսյանը Գուրզադյանը Ասլան Մխիթարյանը այդ մարտիկ ամբողջ Երևանը Կարեն Դեմերչյան ամեն օր գնացել է չեմ ասում քանի քաղաքապետեր են տանջվել այդ կասկադի վրա մի գիշերում որոշեցին որ էս էլ է եղենակը այդ 50-ամյակի հա այդ եւ այդ մեր աբելիսկը կա եւ կասկադը մեջտեղը բերի խսկի մոտ ֆրանսիացի որ կյանքում միջև չէր եղել Երևանում ինքը չի իմացել ինչ ասա իսկ հեղինակին հարցնի երբ որ նախ կա դրա ավարտական դրական նախագիծը հեղինակային իրավունքը կա երկրորդը ասենք չգիտեմ առանց հասկանալու ասեն 1500 հոկանոց բան ենք ուզում ինչա դրան համերգասրա այն դեպքում որ դա թանգարանային տեղ պետք է անի դա կամերային տեղ է այնտեղ կա մեր Խանջանի սրահը Արտաշես Հովսեփյանի սրահը չեմ ասում այդ վերևը սրահ կա մոտ 152 կանոն սիրուն տեսարան այդ կասկադի վերջին տեղից մի դեպի քաղաք այդտեղ ջազային հասկանում եք դասական երաժշտության տեղ ատո մեծ համերներ բերելու չի մեծ համեր տարեք համալիրում կա չգիտեմ մենք ունենք ասենք օպերայի բանը ազգային օպերայի բանը 1600 Արամ Խաչատուրյանը 1500 հա կնեք հակառակ ասեցի եւ այլն Այսինքն այդ մենք ունենք դահլիճներ, որ տեսնում ենք բավականին հերիքացնում է։ Մենք նոր դահլիճի խնդիր չունենք, բայց քողարկում են դրան, որ վաղը մի զոր կասեն դե լավ, չեղավ եկեք կազինո անենք, չգիտեմ, եկեք էս անենք։ Այն դեպքում որ մենք ցուցադրելու բանը չունենք ստեղ ընդհանրապես։ Այդ դա է հարցը։ Ու այս ամբողջ խնդիրները հասկացեք, ծառը տնկում է ոչնչացում են, մի կողմից է հիմա 10 հեկտար որ պետք է լավ պոտենցիալ կանաչապատ այգի, այսինքն հատկապես կենտրոնի գլխին Բերում են տալիս են մի գիշերում ինչ որ մեկը բեռնելու է ասենք 60 մետրը շին այդ մոտարապես չգիտեմ 15 16 17 հարգանի տասնյակ շենքեր են լինելու էլ չեմ ասում ինչեր է լինելու նույն այդ խայտարակ այդ օրբելի իրավիճակը օրբելի փողոցը 12 մետր է չկա լայնքը Առավոտից իրգուն արդեն պրոսպեկտ է, բանը պրոբկա է։ Առավոտից երեկո հասկանում եք 535 հարգի ԱՊԶ են ստացել։ 535 հարգ, չեմ ասում տեղ մոլ է լինելու, ել չեմ ասում Այգեձորի ժողովրդին խաբել են, ասել հետևից այդ Այգեձորի նեղ փողոց կա, չէ, որ Պրոշյանից մտնում է։ Պատկերացնեք որ մոլ եղավ, այդքան շենքի մարդիկ դուրս ասում արդեն կանգնած է օրբելի փողոցը։ Բայց օրբելում ուզում են քննարկում են իսկ այդ մարդիկ բան են էլի բացարձակապես ոնց որ պատասխանատվություն չունենան Երևանի, որովհետև ինչի բալանսը խախտված է Երևանում կառուցապատման, հանրային շահի, այդ չգիտեմ, եւ իրական կյանքի մեջ բալանսը խառնվել, դա համար Երևանից կարած դու ասենք Արաբկիր համայնքում էլ որ ավելի կենտրոնը էս պահին քննարկեց 535-ար որտեղ կա այնտեղ մոլեր, տարբեր ինչ որ այն դեպքում է որ օրբելին Դուք պատկերացրեք, որ ինքը մենակ օրբելին չէ, այսինքն օրբելին ամբողջ եթե կանգնես, նշանակում է Բաղրամյանն է կկանգնի, ել չեմ ասում, իսկ քաղաքային իշխանություններ հատկապես տրանսպորտի մասնագետների համար, չնայած քաղաքապետարանը ոտից գլուխ չկա նա տրանսպորտի մասնագետ, իրավաբաններն են զբաղվում տրանսպորտով։ Պետք է քաղաքը այդ կարևոր միսիան ունենա եւ ամենակարևոր խնդիրն է տրանսպորտի, որ հատկապես 5-ից 4-ից 5-ից սկսած հոսքերը արագացնել, որ շուտ դուրս գաս, այսինքն քաղաքից ահագին ազատվի, չէ՞, պատկերացրեք ժամանակին այդ օրբելի թունելն էլ չկար։ Բայց հիմա այստեղ մենակ ոչ թե գնում ես Կիևյան կամ Աջափնյակի բնակիչներն խնդրի մեջ են գնում, չէ՞, կամ Զովունի Եղվարդ գնացող։ Ամբողջ արագածոտնից սկսած այդ մարտիկ էլ չեմ ասում կարող Գյումրի գնացողը Բաղրամյան օրբելի վրա ժամերով մնա։ Ինչա, ինչ որ մի քանի հոգի որոշել են հարստանան բարձր շենքեր անեն եւ քաղաքապետարանի որոշ մարդիկ տեղում չեն կամ փող շատ են սիրում։ Եվ պարոն Նացականյան, ամփոփելով զրույցը, խոսենք մի խնդրի մասին, որի մասին այսպես բազմիցս խոսվել է, բայց փաստացի որևէ արդյունք չունի Երևանում անձրևներից հետո հեղեղումներ են անընդհատ եւ կարծես սովորական է դարձել այդ ամենը։ Ինչու քաղաքային իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, չունի ցանկություն, թե չգիտի ինչպես լուծել խնդիրները, որովհետև հավաքանու անդամներից մեկը նաև այստեղ մեր տաղավարում նշեց, որ օրինակ Season Saigo այդ գետնանցումը, որը մի քանի անգամ ջուր է լցվել, քաղաքապետարանը մի քանի անգամ ֆինանսավորել է նորից վերականգնելու համար եւ հնարավոր չէ այդ ֆինանսական գումարները տրամադրել օրինակ այդ ջրորները մաքրելու համար պարզապես։ Այստեղ ֆինանսների ծախսելու պետք է չի, օրինակ ձեր ասած Season Saigo-ի դեպքում դա տնտեսվարող
արեց, դա քաղաքապետարանը չարեց, բայց հիմնական այդ խնդրեմը, որ մեր որոշ ակտիվիստներ անդադ բարձրացնում են, դա փակշուկայի դիմացի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում անիմաստ քաղաքը միլիոնավոր ծախսեց, բացի այդ որ հայտարարությունը այդտեղ մեծ ձևի համար ով որ զբաղվում է այդ քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետը այդտեղ պրավալ տվեց, գնաց համալիրը պրավալ տվեց, այսինքն հասկանում եք ամբողջ մի հատ սովետական մեծ համակարգ զբաղվել է որ այդ Ծառնակաբերդի բարեկարգումով, ճարտարապետներ, քանդակագործներ, մրցույթներ, էսի մի օրում դրես քանդեց, ինչ որ ընկերոջ ցեխերը տարան, այդ քարերը թափեցին մեկի բակում, սկսեցին վաճառել, ասֆալտ արեց, քաշվեց գրախ, որևէ մեկին առանց բացատրելու սաղ ինֆրաստրուկտուրից հենանիցեց, հետո այն օրը տեսա, բանում, իմ քայլը եսին որտե հիմնադրամում sense գրիչը ձեռը նստած մաներ ա գրում։ Այդ մարդը պիտի գնար դատվեր, հիմա ազգային ժողովում փորձագետ է։ Հասկանում եք։ Այս sense այդ դա է պատասխանը դրա, որտեղ որևէ մեկը չեմ ասում մենակ ես 8 տարվա 7 տարվա մեջ։ Այս 30 տարվա մեջ Երևանում ոչ մի հատ ծառի այդպես խնդրի պատճառով նորմալ պաշտոնյա մասին է խոսքը։ Ոչ մի հատ ճարտարապետ պատասխանատվության չկանչվեց։ Այդ դա է հարցը։ Հիմա այն ժամանակ գոնե ծառը որ գտնում էր, հաստատ ասում քրեական գործեր հարուցվում։ Հիմա դաժե դրա համար չեն անում։ Էլ չեմ ասում պատասխանատուները։ Մեկը մի հատ ծառակտում դատվում է, մեկը հազարածառատատում բացարձակապես անգամ գործ չեն հարուցում, որտեղ էլ եմ ասում, հաստատ NVD-ում ինչ որ մեկը շենք է սարքում, ասում լավ քաղաքապետարանի հետ հարաբերությունները չփչացնեմ, այդ է խնդրեմը մեր։ Իսկ ինչ վերաբերվում է շին բարեկարգումը, ախր հիմա դա արդեն կարևոր բաժին։ Ինքը քաղաքապետարանի 10 բաժինների կարևորության մեջ ինձ ՉՔ բաժին կա ավելի ճարտարապետա քաղաքաշինականը, չէ՞ որ պետք է կարևոր լիներ։ Կոմունալ բաժինը, բայց հայտարարությունը կոմունալ բաժնի վարչության պետին դա կալանավորեցին են օրը։ Հասարակական այս բանի հասարակական Գյուրզադյանի վարչությունը ամենակարևոր վարչություններից էր։ Այդտեղում կալանավորեցին։ Այդտեղ են հեշտ չէ, այնքան լավ բաներ է, անկեղծ ասում եմ։ Այդտեղ են լիքը լավ բաներ է։ Հաստատ այդ մի քանի հազար դրամով չպետք է գնա այդ պատմության մեջ ընկներ։ Ինչի է խնդիրը, որտեվ համակարգն է սխալ աշխատում։ Որտեվ մեկը տենում է մախբեր սրանք երևի միլիոներով փող են առնում դոլարով, քանի ես եմ մի բան անեմ, հա։ Ասենք Արաբկիրի թաղապետ Արամեկի տեղը չէր դա այդ պատմությունը չէ, որտեվ ինքը վատ բան չուզեց, ես երեխուս ճանաչում, ընկերոջս փոքր աղբերներ։ Ինքը լավ բան է ուզեց է անի։ Ինքը ուզեցել է այդ Մերգելանի այգին տենց է ձևը, որպես բիզնեսի սոցիալական ենթադրում եմ, ես իրականում լավ տվյալներին ծանոթ չեմ, բայց հաստատ իր տեղը չէր հիմա որտեղ ինքն է։ Ինքը աշխուժ տեղեր ուզում էր բան լավ բանաներ, բայց չոր նստարանի աղբամանի զանգել այդ մի կառուցապատողին, այսինքն որտեվ համակարգն է սխալ աշխատում, որտեվ ամենավերը որ կանգնած իրավ вообще վեճը չի։ Ասենք կարան տարին տենց ամիսը մի քանի օքը փուրը տան, որ ամենամի շատ ելնեն, որ ավելի շատ ավարտական ակտեր, չգիտեմ, ասենք գազքի նախկին պետը կամ անես մարտիկ չեք պատկերացնի։ Մենք ավելի շատ դիսկուսիա ունենք կոմունալի, որտեղ ձեր հարցը կոմունալի է, բայց կոմունալի տղուն բռնեցին բանի համար, բայց ախր եկեք հասկանանք ով է կոմունալի վարչության պետը, ինչ մասնագիտություն, ինչ կրթություն ունի, նույն ով է տրանսպորտի այսօրվա վարչության պետը, ինչ հետագից ընդհանրապես նախկին աշխատանքներում թողի, ամեն մեկի վրա 6 հատ քրեական գործ է եղել բարձումը, բայց այդ մարդկանց փոխանակ մոտիկ չթողեն այդ շենքին, որտեղ ամենաշատ փողերը տեղա ֆռում, քաղաքապետանում, հակառակը մեկի տանը սաղ ժպեն, այն օրը որին եմ ես իրականում ժպեն դա մեծ խնդրեմ է, իսկ ես կոռուպցիոն սկանդալները դա ճոճում է հեղինակությունը ամբողջ Երևանի քաղաքապետարանի, իսկ այդ կոմունալը ծառայությունը դա ողնաշարն է Երևանի քաղաքապետարանի, բարեկարգումը չի։ Դա պիտի տվեք թաղապետերին, բարապսարապեն, թաղապետերին տվեք թող զբաղվեն, այս է հարցը։ Իսկ ձեր ասածը մաքուր ինժեներ է, որտեվ իսկ ինժեները շատ կարևոր է։ Երևան քաղաքը նայեք, հիմա ունի գլխավոր ճարտարապետ։ Երևան քաղաքը իրականում հիմա ավելի շատ ունի կարիք Երևանի գլխավոր ինժեների, որովհետև գիտությունը զարգանում է, այս գիտությունը ինչ է։ Ինքը գիտությունը գիտելիք է, իսկ ինժեներն արդեն գործողություն է։ Դու պետք է կարողանաս այդ գործողություններ իշա քո քաղաքի եւ համայնքի իրականացնես, բայց Երևանում չկա, ասենք վիոլան ինչ անում է, Երևանը չի հասկանում, լավ անում թե վատ, ու վիոլայի հետ, հեծի հետ, գազի հետ փոխանակ իրենք աշխատեն, նա նրան է մեղադրում, նա նրան է մեղադրում։ Հասկանում եք, իրականում ես բոլորի հետ երեքի հետ այդ կոմունիկացիանի բոլորի հետ խնդիրներ ունեմ, այսինքն, բայց բոլորը լուծելի է, որտեղ այնտեղ գոնե պրոֆեսիոնալներ են աշխատում։ Պրոստը պետք է քաղաքապետարանի համապատասխան, չգիտեմ, փոխ քաղաքապետից ով է սպասարկում վիոլայի հարաբերությունները կամ հեծի կամ հայրուս գազարտի, չէ՞, բայց այդ մարդիկ նույն շնորհիվ վիոլայի կամ հայրուս գազարտի գոնե այդ միջազգային փորձ են բերում վերապատրաստում իրանց աշխատողները, մեկը գնում է Ֆրանսիա, չգիտեմ, մեկը գնում է Ռուսաստան, բայց այս քաղաքապետարան աշխատողները դա բան չեն անում։ Դա մարել ամենաթողությունը այս հեղատարների շատ հասարակ հարցեր կա։ Նախ առաջին այդ իրանց տարական էլի թաղապետի որ ասես խա կոմոդ ջուր լցվում, ասում է եղբայր, որովհետև հավաքարարը իմը չի փողոցինը, քաղաքապետարանինն, ասում է լավ։ Ջուրը իմը չի, այսինքն օրինակ հավաքարարը ավլում է ամեն անգամ այդ օրինակ բերում վիդեոներ կա հարյուրավոր երևի թե
ավլում է, պետք է ավելի երկու հոգի ավլում են, սմոչիկը գալիս է, հետևը լսում տանում։ Այդ օրը սմոչիկը մի օր գործի դուրս չեկավ, դա բավական է, որ այդ մի փողոցը 2 ամիս հետո անձրևների ժամանակ այդ տերևները չեն անում, լցնում են այդ հեղատալի լիվնյովկի մեջ։ Հասկացաք, իսկ եթե արդեն ցենց ճայ բտիղմա դառնում, էլ չես կարում հանես, պետք է արդեն վիոլան անի, քաղաքապետարանը, վիոլանը զանգում ես, ախպեր, ես ունեմ մի հատ մեքենա կամ երկու հատ, չեմ կարող, 4 հատ ուրիշ հերցում, 1 րոպեն հանգարց, անձրև եկավ, всё, ասում են Երևանի քաղաքապետարան լավ չի աշխատում։ Երևանի քաղաքապետարան լավ չի աշխատում, Երևանի քաղաքապետարան պրոֆեսիոնալներ, այսինքն այդ պատասխանատուները չեն աշխատում, որովհետև դու կյանքում չի եղել Երևանի քաղաքապետարանի որևէ կոմունալի հասարակ աշխատող, դու պատասխանատվության կամ չես, ասես ընկեր, էս մուտքի վերանորոգությունը ռեմոնտը խայտարակ վատնա, ասես ընկեր, այս տանիքը լավ չեն արել, բայց դու ես ստորագրել կամ էս ինչա կատարում, բայց իրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն, այսինքն Երևանի քաղաքապետարանում կամ ընդհանրապես գործառույթների մեջ մեկը չգիտի մյուս ձեռը ինչ է անում, այսինքն մենք սարսափելի խնդիր ունենք, իսկ համար աղետ անկեղծ Երևանի այդ ջրատարը իմ համար աղետ է, որ երիտասարդական պալատը քանդեցին։ Իմ համար աղետ է, որ Սևան հյուրանոցը քանդեցին։ Իմ համար աղետ է, որ ասենք կինոյի տունը քանդեցին, կորցրեցին, հա ինչ որ մի ձև հիմա չէ տենց համարեք Չակերտալ պատվալում կա այդ կինոյի տունը։ Իմ համար աղետ է, որ հիմա նույն ուզում են հայփոստի շենքը քանդեն նույն։ Իմ համար աղետ է, որ ուզում են, չգիտեմ, այս կասկադի դեպքը կամ այս ծառը։ Սրանք ինձ համար ավելի մեծ աղետներ են եւ ընդհանրապես սրտացավ երևանցիների եւ քաղաքային պլանավորումով ուրբանիստիկային մի քիչ մոտ մարդիկ, որտեղ մենք հասկանում ենք, որ մենք սա արդեն Երևանին զրկում ենք ապագայից։ Երևանը միշտ կմնա Անուշ ջան, միշտ։ Բայց թե ինչ քաղաք որպես կմնա, որպես մշակութային առումով, բացարձակապես բան չի կատարում Երևան մշակութային առումով։ Սոցիալական հետագայ ապագայի համար կամ ասենք մարդաբանական առումով, որ մարդկանց հաճելի լինի։ Բայց մենք չունենք, այսինքն մենք նոր որևէ, ասենք կյանքի որակը բարձրացնող Երևանում կառույց, եկեք վերցնենք վերջին այս 7 տարին, հա։ Բացարձակապես չկա։ Կարակ ասեք մի հատ բասեին, որ երեխաները կարան գնան։ Կարակ ասեք ֆուտբոլից են սաղորը խոսում, թողես այդ ֆեդերացիան 7 կիլոմետր լեզուն։ Որևէ բան, մի հատ հստակ բակային ֆուտբոլի համար որևէ բան չեն արել, այդքան քաղաքապետ է եղել։ Ես այդ Ամիրյանի ստոլբի օրինակը միշտ բերելու եմ։ Եկեք վերցնենք ջրային ավազանները։ Մի կողմից ծառը կտրում ես, հանքերը շատանում են, շինարարությունը կառուցապատումը շատանում է, որևէ ջրային ավազան չկա։ Երևանը 10-ից ավել ջրային ավազան է կորցրել։ Եկեք վերցնենք, ասենք Տաշիրի դիմացը, գումը մեր առաջվա բասեյներ, Դվին հյուրանոցի դիմացը, ուպրավլենի լիճը, Ռայկոմի լիճը, սարսափելի շատ Երևանը պլանում կար 100 հատ լիճ ունենար։ Եվ ես հույս ունեմ, որ կունենա Երևանը այդ քաղաքապետորը այդ 100 լիճը կունենա, չէ՞, այդ ավազաններով, էլ չեմ ասում ավազանը մի կողմից քաղաքի հովության զովության համար, եւ այդ բասեյները մի կողմից բակային բասեյները պայելու համար։ Երևանում Բաքում, ասենք, բասեյնի հիմա Երևանում դարձել է թանկ բան, մարդիկ չեն կարող իրանց երեխեքին տանեն բասեյն։ Ձորի վիճակը, չգիտեմ, սարսափելի անկազմակերպված է հիմա այդ ամբողջը։ Իսկ սա, ել եմ ասում, ամբողջը փոխկապակցված։ Հուսով եմ մենք կունենանք, կտեսնենք մի օր, որ բարեկարգված Երևան իրական է, ոչ թե տենց տիտրերում գրում են կամ ինչ որ պատերի վրա կամ կիսատ պրատ են անում, հա, այլ ամբողջությամբ պետք է լինի բարեկարգ քաղաքը եւ կյանքի որակը պիտի լավ լինի Երևանում, որ մարդիկ ուզենան ոչ թե միայն ապրեն, այլև ստեղծագործեն, մնան եւ նաեւ գան ուրիշ տեղերից գան ապրեն Երևանում։ Իսկ դրա շանսը մենք ունենք, հավատացած եղեք։ Շնորհակալ եմ պարոն Մնացականյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Կհանդիպենք։